Բախտորոշ էր հարսանիքը լեռներում, թշնամին դուրս շպրտվեց հայոց բերդաքաղաքից, հաղթանակը վճռված էր։ Կրակ հրամանն էր ու սկսվեց հարսանիքը լեռներում։ Հայերի հաղթանակը հեռավոր 92-ին համաշխարհային ռազմական գործի դասական օրինակ է, մասնագետներն այսօր էլ դժվարանում են վերլուծել, գտնել անառիկ բերդի գրավման հայկական բանալին։ Նվազագույն կորուստներով մարտական կանոնից դուրս ու շատ կարճ տևողությամբ ռազմական օպերացիան բեկեց արցախյան ազատամարտի ընթացքը։ Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում տնտեսությունը կաթվածահար էր, գազ, ջուր, էլեկտրականություն չկար։ Չդադարող հրթիռակոծությունն էլ Շուշիից լիակատար կոլապսի մեջ էր գցել Ստեփանակերտը։ Եթե մի տանկ լինի եւ երկու BMP իրար հետևից, այդ մերոնք են։ 92-ի մարտին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կոմիտեն, որը շատ կարճ ընթացքում միավորեց ինքնապաշտպանական ջոկատները, եւ հենց այս կառույցի հիման վրա հետագայում ձևավորվեց Արցախի պաշտպանության նախարարությունը։ Ինքնապաշտպանական ուժերի վերակազմավորումով ձևավորված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի սահմանադրական նպատակը երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության պաշտպանությունն էր, եւ Արցախի զինված ուժերը պաշտպանության բանակը տասնամյակներով փառահեղ հաղթական ճանապարհ անցավ Հայաստանի զինված ուժերի հետ համագործակցությամբ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բերդաքաղաքի ազատագրման գործողությունը ծրագրեց 92-ի ապրիլին։ Հայկական ուժերի խնդիրն էր ջախջախել թշնամուն Լիսագոր, Ջարսլու, Ջանհասան, Կարագյավ գյուղերում։ Ինչ կա ձեր կամանդիրն ասել, կամանդիրը ռասիով ինձ կաս։ Շուշիի ազատագրման հրամանը ստորագրվեց մայիսի 4-ին։ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական եւ 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցան հարձակման կոմանդոսի Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ։ Մայիսի 9-ի առավոտյան հայոց բերդաքաղաքն ազատագրված էր։ Մայիսյան հաղթական լուսաբացին արդեն բերդաքաղաքի վրա ծածանվում էր հայոց եռագույնը։ Դա մերն էր։ Մերը վերադարձրինք մեզ։ Նույնքը այդքանը կարեցի կան։ Հայերն այսօրը պարեցին նաև Ռայխստագում, նրանք հայկական քոչարին բռնեցին նշանավորելով հաղթանակը ֆաշիզմի դեմ։ Երկրորդ համաշխարհայինի օրերին նացիստական Գերմանիայի դեմ հայ ժողովուրդը 600,000 մարտիկ ռազմաճակատ ուղարկեց, նրանցից 200,000-ը չվերադարձան։ Խորհրդային միության 106 հերոս ունեցանք, 4 մարշալ, երկրորդ աշխարհամարտի խարիզմատիկ զորահրամանատարներ Հովհաննես Բաղրամյան, Համազազկ Բաբաջանյան, Արմենակ Խամֆերյանց, նավատորմի ծովակալ Իվան Իսակով, Թամանյան 89 կարմրադրոժ դիվիզիան հասավ Բերլին, հայրենականի ճակատներում հայերի հերոսական պայքարի ընթացքը կանգ չառավ։ Արցախի ազատագրական շարժումը եկավ ու էլի ցույց տվեց հայ ժողովրդի հաղթանակը նախ ոգեղեն է։ Մենք հաղթող ենք, լեռներում հարսանիք էլի կլինի։ Հաղթանակի կենաց Աստված։ Սիրան Շմուլյան, ժամը լրատվական։